Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակացանգիստ, աշխատանքային իրավունք։ Մենք պատմում ենք նաև այն ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, որոնք նախատեսված են հենց այս տարիքային խմբի համար, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօրվա մեր թեման չափազանց հետաքրքիր է։ Ես հյուրընկալել եմ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի համակարգող Իզաբելլա Խանձրատյանին եւ Ռուբեն Մելքոնյանին, նա բազային համակարգչային գրագիտության նախագծի դասընթացավարն է, ինչն է հետաքրքիր, որ այդ դասընթացը նախատեսված է հենց 55+ տարեկան անձանց համար։ Դրանով էլ հայտնվել եք, այսպես ասած, մեր թիրախում։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալ ենք հրավերի համար եւ շատ ուրախ ենք այս կարևոր նախագծին հյուրընկալվելու համար։ Իզաբելլա, ասացեք, խնդրեմ, թե ինչքան ժամանակ է արդեն այս ծրագիրն իրականացվում է, ովքեր են հեղինակները, ում նախաձեռնությունն է եւ տարիների, ես գիտեմ, որ տարիների մասին է խոսքը, ինչ է ցույց տալիս շարունակականություն եւ ապացույց է, որ կենսունակ ծրագիր է, բայց ավելին ասեք։ Շատ բարի, նախ եւ առաջ նշեմ, որ ծրագիրը իրականացված ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իր հայ-հնդկական գերազանցության կենտրոնի միջոցով եւ համագործակցությամբ ծրագրի ակունքները, ինչպես նշեցիք, շատ վաղուց են գալիս, մոտավորապես մենք խոսում ենք 12 տարվա ժամկետների մասին եւ հիմնական, այսինքն առանցքը թե ինչպես է սկսվել այս նախաձեռնությունը, ինձ թվում է բոլորս էլ մեր կյանքում ինչ որ պահի ուզեցել ենք սովորեցնենք մեր ծնողներին, տարիքով մարդկանց եւ մտածել ենք ինչքան հավես կլիներ ու կարեւոր կլիներ, եթե մեկը լիներ, որ այդ ամենը բացատրեր, քանի որ գիտենք, որ դա համբերատարության հետ է կապված, կարեւոր է հասկանալ, թե ինչպես շփվել մեծահասակների հետ եւ այդպես, այսինքն ծրագրի հիմքում հենց ծրագրի նախաձեռնողները այդ կարեւորությունն են դրել եւ շատ ուրախ ենք, որ մեզ հետ ունենք մասնագետներ, որոնք այդ համբերատարությամբ այդ ամեն ինչը իրականացնում են եւ հաշվի առնելով, որ իսկապես մեծահասակները կարիք ունեն ստանալու այդ գիտելիքները, շփվելու, սովորելու եւ որոշակի այսինքն միջավայր ունենալու համար, երևի դրանով էլ պայմանավորված է ծրագրի հաջողությունը։ Երկարակեցությունը։ Այո, երկարակեցությունը։ Պարոն Մելքոնյան, ես ձեզ չէի տեսել, բայց ձեր համբերատարության մասին առասպելները ինձ հասել էին։ Որքան ժամանակ եք որ այս ծրագրում ընդգրկված եք եւ ինչ բացի համբերատարություն, ինչ որակներ եք հանդես բերում, որպեսզի 55 եւ ավելի տարեկան մարդկանց սովորեցնեք համակարգչային բազային գրագիտություն։ Ես մասնակցել եմ հենց բացման օրից։ Համբերատարությունը դե բնական է այն իմաստով, որ ես գիտեմ ում հետ եմ գործանում։ Մոտեցումը իմ մոտ որոշ չափով լինում է նաեւ անձնական, այսինքն դասի ժամանակ տեսությունը իրանց բացատրում եմ, ինչոցա ոնց է իրականացում եւ անձամբ մոտենում եմ ամեն մեկին, տեսնեմ թե իրանք ոնց են իրականացնում այդ ամեն ինչը։ Իրանք դժվար են աշխատում։ Մանավանդ ես ասեմ, էլի դժվար է մկով աշխատելը, չգիտեմ ինչի իրանք շատ դժվար է մկով աշխատելը։ Նույնը շատ նուրբ գործիք է։ Եվ շարժման ժամանակ իրան պետքա դանդաղ շարժել։ Ես նրանց բացատրում եմ, որ ձեր թաթը պետքա ցեղանին կպվի, որ պրուկ չկարողանաք դա արագ բարձր։ Լինում է կորցնում են, հիմա չգիտեմ որտեղ է։ Կորցնում են, հա։ Դե դրա համար ես հիմնականը իմ մոտ գիտեք ինչ ոտի վրա եմ։ Այս մեկին եմ մոտենում, նրան եմ մոտենում, այն մյուսին եմ մոտենում։ Մեկ դժգոհ եմ ասում։ Դուք եք ման գալիս։ Ես եմ ման գալիս, հա։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Մարդիկ կան օրինակի համար, որ իրանց մոտենում ես գնում ես ուշնեն, ասում է, չի արի մի հատ էլ ինձ մոտ։ Եկեք մի հատ տեսեք իմ մոտ ոնց է այդ ամենը իրականացում։ Դե հիմա դրա համար ես արդեն սովորել եմ եւ համբերատար եմ ամեն ինչի մոտենում, իմանալով հանդերձ իրանց մոտեցումը կամպյուտերին։ Դե մարդիկ դժվարանում են, վախում են։ Վախ ունեն կամպյուտերին, որ փչացնեն, ասեցի մի վախեցեք։ Ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք դուք կամպյուտերը չեք կարող փչացնել, եթե ինքը աշխատում է։ Հրաշալ լավատեսորեն եք տրամադրված եւ խրախուսման մեթոդով եք առաջնորդվում։ Դե բնական է, պետք է իրանց ոգևորել ինչ-որ չափով։ Բայց պատկերացնեք, եթե ինչ-որ բան իրանց մոտ ստացվում է, ինչքան երջանիկ են իրանք իրանց զգում։ Եվ դրանից հետո ասում են, ես էլ եմ ուզում, ես սա էլ եմ ուզում, սա էլ եմ ուզում։ Կանանց հետ է հեշտ, պարոն Մելքոնյան, թե տղամարդկանց։ Իրեք ինչն է հետաքրքիր։ Երևի կարամ ասեմ 80% կանայք են։ Մնացածը նոր տղամարդ։
Հիմնական իմ ուրեմն մասնակիցները ուրեմն դպրոցից ուրեմն դասատուներ են, ապտեկայի աշխատող են, բուժքույրեր են, դե իրանց երևի պետքա թե չէ։ Ես նույնակ չեմ մոռանա 137 դպրոցի ուսուցիչների խումբը, մի հոյակապ անձնավորություններ էին եւ իրանց հետ շատ հաշելի էր աշխատել սովորեցնել ինչ-որ գիտեք, ինչ-որ իրենք կարիք ունեն։ Հա, ընդ որում չեմ ասում, որ իրանք չգիտեին։ Իրանք գիտեին, ուղղակի ինձ էր հեշտ իրանց հետ վարվելը։ Դա երևի համեմատաբար երիտասարդ են, հետո որոշ գիտելիքներ ունեին, հետո մոտիվացված էին դերը խաղալ։ Այո, դա մեծ նշանակություն ունի։ Իզաբելա, ինչ է ներառում բազային համակարգչային գրագիտություն դասընթացը, ինչ են սովորում այդ դասերին։ Այս դասերին մի քանի փուլերով գիտելիքներ են ստանում, նախ եւ առաջ, քանի որ մենք ընդհանրապես մոռանում ենք, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց կյանքում չեն առնչվում համակարգչի հետ եւ իրենց աշխատանքը կարող է լինել խորհրդություն, վարպետություն եւ այլն, եւ ինչ որ բայի չի հաջողվել եւ այս մարդիկ չեն պատկերացնում ընդհանրապես լավ ինչ է համակարգիչը։ Նախ եւ առաջ ծանոթանում են, թե ինչ է համակարգիչը, ինչ հնարավորություններ ունի համակարգիչը, ինչպես կարող են օգտագործել, միացնել, անջատել, մեզ համար գուցե տարական բաներ են թվում, բայց դրանք շատ կարեւոր են։ Դրա հետ զուգահեռ նաեւ ամենակարևոր հարցին են անդրադառնում, թե ինչ է ընդհանրապես ինտերնետը, համացանցը, ինչպես գրագետ օգտվել, ինչպես ճիշտ օգտվել եւ դրա հետ զուգահեռ, այսինքն կարողանում են նաեւ հասկանալ, թե ինչ է էլեկտրոնային նամակների այդ դաշտը, աշխարհը, ինչպես գրագետ օգտվել, ինչպես այնպես անել, որ այդ ամեն ինչը լինի անվտանգ եւ այդ ամբողջական փաթեթը ամրապնդվում է նաեւ մի փոքր Microsoft Office-ի փաթեթով, որպեսզի իրենք կարողանան ինչ-որ ընթացիկ բաներից տեղեկություններ ստանալ, բայց նախ եւ առաջ մեզ համար կարեւոր է անվտանգ կիրառել համակարգիչը եւ կարողանալ օգտվել համացանցից, ստանալ տեղեկություններ, կիրառել կյանքում։ Պարոն Մելքոնյան, տարիքի մասին հարցը այս տաղավարում չենք ամաչում տալ, ձեզ եմ հարցնելու, հետաքրքիրն այն է, որ մենք հրախուսում ենք 65 եւ ավելի տարեկաններին, դուք արդեն ճանապարհին ինձ ասացիք, որ մեր տարիքային խմբում եք, բայց դուք գործունյա եք, ճկուն մտքով եւ ձեզ գուցե ավելի հեշտ է տարեկիցներին, շատ հաճախ տարեկիցներին այդ ճանապարհը ձեռքը բռնած տանել։ Ճիշտ եմ հասկանում։ Ստո դուք իրավացի եք, այդ բնականաբար այդ ամեն ինչը ես իմանալով իմ տարիքը եւ ում հետ եմ ես գործ անում, արդեն մոտեցումը ավելի կոնտակտային է։ Այն որ լեզուն հասկանալով էլի, չէ։ Այո։ Մենք եթե ասենք գուցե ինչ-որ տրտնջանք, գուցե ինչ-որ մի քանի անգլերեն բառ օգտագործենք, արագ կասենք, դուք հավանաբար բացատրելով կամ էլ գիտակցում եք, թե իրենք ինչ դժվարություններ ունեն։ Իսկ սա էլ է ձեր հաջողության դժվարությունը, ես ասեմ դժվարությունը ինչի մակարնում։ Ուրեմն դժվարությունը լեզվի մեջ է, այսինքն ծրագրերը ուրեմն կամ անգլերեն են, կամ ռուսերեն են, կամ հայերեն։ Ցանկալի կլինի, որ լրիվ հայերենը լրիվ լիներ, բայց այնպեսի ուրեմն ինքը թարգմանված է, բայց իր help-ը անգլերենն է։ Ես դրա համար սկզբից, երբ որ սկսում եմ դասը, ես իրանց հարցնում եմ, դուք որ լեզվով եք ուզում աշխատեք։ Ես հատուկ իրանց համար ստեղծել եմ ուրեմն գրաֆիկա, որտեղ որ այդ մենյուն որ կա, մենյուն եւ անգլերեն, եւ ռուսերեն, եւ հայերեն։ Ամեն մեկին ես բաժանում եմ ուրեմն բառարաններ։ Ամեն մեկը, հենց առաջի դասից, որպեսզի իրանք կարողանան այդ գրաֆիկական ուրեմն տեսքը հասկանան, բառը կարդալով հասկանան։ Ստեղ գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ ես հիմնվում եմ ոչ թե այնքան իրանք բարձունակ բառը կարդալով հասկանան, ու բնական է, հիմնական բառերը պետք է իրանք հասկանան, թե դա ինչի համար է նախատեսված, բայց աշխատեն գրաֆիկորեն պատկերացնեն, որտեղ հենց Microsoft-ի Windows-ը ինքը իր հրաշք պահը Windows 95-ն էր, երբ որ իրանք սկսեցին արդեն գրաֆիկայով ամեն ինչ այդ կոճակները նկարագրել։ Եվ նայելով արդեն մարդիկ ոչ թե կարան կարդան, այլ նաև հայտնաբերեն, նայելով հասկանան ինչ ու արագ աշխատեն։ Երբ մտանք բակ,
Այս տարածքը ձեզ շատ հարազատ էր, շատ հոգեհարազատ էր, դուք ձեր պատուհանից եք ամեն օր ռադիոյի բակը տեսնում եւ նաեւ աշխատել եք։ Մի փոքր շեղվենք, բայց մնալով հավատարիմ հիշողությունների մասին։ Ձեր կյանքի որ էտապն եք դուք ռադիոյում անցկացրել եւ արդյոք ձեր կյանքում էլ եղել է երկրորդ շնչառություն վերցնելու ժամանակ։ Ոնց ես ասեմ, ուրեմն ես աշխատել եմ մոտ երևի 10-12 տարի։ 10-12 տարի։ Դա մի նոր աշխարհ էր ինձ համար։ Ձեզ ասեմ, որ այն ժամանակ ես հիմա էլ եմ տեսնում իմ հին գոլեգաներին։ Այն ժամանակ ուրեմն շատ մտերիմ էին, գիտեք ինչ, ոնց որ իրար մենք իրար վաղուսմանից էինք ճանաչում։ Ընտանիքի պես, շատ մոտիկ ենք, բոլորի հետ, շփվում էինք իրար հետ, օգնում էինք մեկը մյուսին։ Նոր լուրերը որ գալիս են հենց հաղորդման ժամանակ դուրը բացում էինք, թուղթը տալիս էինք, որ նոր լուրերը միանգամից իրան կարողանային եթեր արձակեին։ Շատ օպերատիվ էինք, շատ օպերատիվ աշխատանք էինք իրականացնում։ Հիմա չգիտեմ ոնց է, ես եկել եմ հիմա իմ ծանոթներից Հիմա էլ է ռադիո լուրը։ Ես բան չունեմ ասելու, պես օպերատիվ։ Հիմա շփվեմ իմ ժողովրդից հետ, իմ նոր իրանք ինձ հրավիրեցին իրենց մոտ։ Կգնամ կտեսնեմ, մի խոսքով շատ հաճելի է։ Ամեն դեպքում այդ հիշողությունը ես հիմա կահավորված եմ ամեն ինչը ցախ բարձր մակարդակի այն ժամանակ մենք sense հնարավորություն չունեի։ Իսկ ձեր կյանքում եղել է ժամանակ մասնագիտական տեսակետից, որ դուք երկրորդ շնչառություն վերցնեք եւ ոնց որ նոր թափ վերցնեք եւ կյանքի ինչ որ առանձին էտապ լինի, որ դուք արդեն նոր թափ եք վերցնում։ Անկեղծ ասած, ես փորձում եմ ինչ որ գործերով զբաղվեմ, ինչ որ օգտակար գործերով զբաղվեմ, ինչ որ գործողություններ իրականացնում։ Դե գիտեք ինչ, ես արդեն նախապատրաստական ինչ որ աշխատանքներ եմ անում, կյանքը ցույց կտա, կստացվի թե չի ստացվի։ Այսինքն, երբ որ ավարտեք այսպես ասած աշխատանքը, ենթադրում եք որ աշխատանքի հետ միասին։ Աշխատանքը չեմ պարապ մնալը։ Ինչ եք անում, որ չեք սիրում պարապ մնալը։ Գաղտնիքն է բացեք։ Դե գիտեք ինչ, հիմա օրինակ ես շատ եմ գտնում այն ինֆորմացիաները, որ էջեր են շատ պետք։ Հիմա շատ էջ շարքելը բավականին արագ է ստացվում։ Կամ ֆրեյմվորքները, կամ կոնստրուկտորները, որի միջոցով կարելի է շատ արագ անել եւ ստեղծել։ Վեբ էջերի մասին է խոսքը։ Վեբ էջերի մասին է խոսքը, հա։ Այսինքն այսօր էլ դուք բացի այն, որ օգնում եք մարդկանց այդ ճանապարհն անցնեն, ձեր տարեկիցներին եւ փոքրերին եւ մեծերին, նաեւ ինքներդ էլ պրպտում եք, նոր բաներ եք ստեղծում։ Դուք էլ եք օրինակ, դուք էլ եք հաջողության պատմություն եք մեր ծրագրի համար։ Աշխարհը շատ մանավանդ այդ տեխնոլոգիաները թվային շատ արագ փոխվում են, բավականին շատ արագ։ Եվ պետքա հետևես, թեկուզ կարդաս, որ իմանաս կյանքի քայլես կյանքի հետ, այդ տեխնիկայի հետ։ Դες հաջողվում է։ Դե բնական է, թե կարդում ես, հասկանում ես։ Փորձում եք հետ չմնալ։ Այո։ Դա էլ երիտասարդության, այսինքն կենսունակության գաղտնիք է, միշտ հետևել Ընդուտ ես հիմա բոլորի համար եմ ուզում ասեմ, թող վերցնեն օրինակ YouTube-ով ավելի հեշտ է, էլի նայեն, տեսնեն, տեսեք չինացիներին չեն արել։ Ինչ մակարդակի են իրանք հասել։ Այդ ես որ նայում եմ իրանց արած, ես զարմանում եմ, ասում եմ, ո՞նց է մարդիկ։ Մենք մեր հաղորդման շրջանակում միշտ մարդկանց հիշեցնում ենք, որ հետաքրքրասեր պրպտող մարդիկ են երիտասարդ մնում, եւ ձեր այս խոսքերն էլ հենց ապացույց են այդ թեզի։ Իսաբելա, ես տեսա, որ այս տարի բացի բազային համակարգչային գրագիտությունից, առարկաների ցանկում, բացի մեդիա գրագիտությունից, որ մենք գիտեինք, ավելացվել էր նաև հաղորդակցման համար անհրաժեշտ հավելվածներից ավելի հմուտ օգտագործելը, Viber, WhatsApp, դա նորարարություն է այս տարվա համար, թե նախկինում էլ կար։ Իրականում մենք էլ անընդհատ, այսինքն երբ որ շփվում ենք տարբեր խմբերի հետ, մեր կենտրոնը, հայ-հնդկական գերազանցության կենտրոնը դուրս է բերում այնպիսի խնդիրներ, որոնք շատ կարևոր են մեծահասակների համար եւ այդ հմտությունների տիրապետումը կարող է օգնել, ուստի մեր հենց
ներսում գտնվող թիմը նաև օգնում է մեծահասակներին, որպեսզի կարողանան օգտվել եւ ոչ միայն հենց սոցիալական հարթակներից, այլ նաև տարբեր on-line պլատֆորմներից, քանի որ դրա անհրաժեշտությունը լինում է մեկ-մեկ անհրաժեշտ է լինում, որ իրենք կարողանան հասկանալ թե ինչպես որևէ գնում կատարեն կամ կարողանան հասկանալ ինչպես է ընդհանրապես տվյալ հավելվածը աշխատում կամ կարողանան ճիշտ զանգ կատարել, ճիշտ մեկնաբանություն գրել եւ այդ ամենը ընթացիկ փորձում ենք նաև չակերտավոր փափուկ հմտությունների միջոցով թիմի կողմից տրամադրել։ Եվ կուզեի, որ եթերի հնարավորությունից օգտվելով դուք հիշեցնեիք մեզ լսող մարդկանց հրավիրեիք նոր դասընթացի մեկնարկին, այն կարծես թե օկտեմբերի 6-ին է տրվելու։ Այո, ես կօգտագործեմ այս առիթը եւ քանի որ հենց ձեր հաղորդումն է երկրորդ շնչառություն է կոչվում, գուցե նաեւ հենց հղում անելով, որ մենք բոլորս տարբեր հարցեր ունենք, ընտանիք, աշխատանք կամ գուցե որոշակի այսինքն պարտավորություններ, բայց շատ կարեւոր է անընդհատ կրթվել, անընդհատ նոր բաներ սովորել եւ ինչպես պարոն Ռուբենն նշեց, շատ կարեւոր է ժամանակից հետ չմնալ։ Դա օգնում է եւ հասկանալ թորնիկներին, երեխաներին կամ ընդհանրապես շրջապատող աշխարհը եւ օգնում է ինքնուրույն փոքրիկ հաղթանակներ ունենալ։ Ընդհանրապես ես սա հոգեբանության դաշտ կտանեմ, երբ որ մարդիկ ունենում են փոքրիկ հաղթանակներ, այսինքն իրենց մոտ ինչ որ մի բան է ստացվում, իրենք երջանկանում են։ Եվ ես կուզեմ, որ շատ մասնակիցներ գրանցվեն, գան, ստանան այդ երջանկության կտորները, երբ որ կկարողանան ինքնուրույն իրենց առաջին մեյլը բացել, երբ որ կկարողանան ինքնուրույն ինչ որ գործողություն կատարել համակարգչով, երբ որ կկարողանան ճիշտ տեղում մեկնաբանություն ինչ որ մի հարցում ուղարկել, չէ՞, կարևոր իրենց համար կարևոր։ Այո, կհասկանան ընդհանրապես ինչ է ընդհանրապես այդ վախենալու դաշտը, որ իրենք անընդհատ փորձում են թորնիկներից հարցնել, երեխաներից հարցնել, բայց իրենց մոտ ինչ որ բան չի ստացվում։ Այնպես որ անպայման գրանցվեք։ Մենք հայտադիմումները եւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի էջում ենք տարածել եւ հենց հայ-հնդկական գերազանցության կենտրոնի էջում ենք տարածել։ Շնչառության էջերում էլ տեղադրել ենք, հրավիրել ենք բոլորին։ Եվ եկեք հիշեցնենք, որ դասընթացը անվճար է, որովհետեւ նաեւ 60+ մարդիկ երբեմն հնարաբացի այն, որ ժամանակ չունեն հատկացնելու, չեն գտնում, բացի այն, որ մտածելակերպի պատճառով խորշում են նոր բան սովորել, անհարմար են զգում, ամաչում են երբեմն, բայց նաև ֆինանսական բաղադրիչն էլ կա։ Եկեք շեշտենք, որ ծրագիրը անվճար է։ Շատ բարի, շնորհակալ եմ այդ կարևոր կետին անդրադառնալու համար։ Այո, մեր թիմի համար էլ է սա շատ կենսական, քանի որ մենք հասկանում ենք, որ սա օգտակար նախաձեռնություն է հանրությանը, եւ այո, դասընթացը անվճար է բոլոր մասնակիցների համար, այնպես որ խրախուսում ենք, որպեսզի գրանցվեն, մասնակցեն եւ այս հնարավորությունից օգտվեն։ Իսկ որ օրերին, որ ժամին, որքան տևողությամբ, ինչ խմբեր են, քանի հոգանոց։ Մենք հիմնականում ցանկանում ենք, որպեսզի խմբերը չլինեն, այսինքն չգերազանցեն 15-ը, քանի որ այդպես եւ ինչպես պարոն Ռուբենը ներկայացրեց, շատ մանրամասն է աշխատում, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ստանալ անհատական մոտեցում եւ նաեւ ժամանակը բավարարի, ուստի դասընթացները այս անգամ տևողությունը 1.5 ամիս է, շաբաթական 3 անգամ, 2 շաբթի, 4-շաբթի եւ ուրբաթ ժամը 4-ին։ Դե կդիմեն մանրամասն էլ կիմանան, ամենքան մի բան էլ մտքովս անցավ, ես էլ տարեցների հետ շփումներ շատ ունենում եմ, երբ որ իրենց խնդրում ենք ինչ որ նոր բան սովորել, հատկապես նույն Viber, WhatsApp-ի հետ, իրենք ոնց որ պատկերացում ունեն, որ ամեն ինչ գիտեն, մի տեսակ սովորելու ցանկությունը, ընդունել, որ կարիք ունեն սովորելու, սրան էլ ենք բախվում։ Դուք ինչ եք տեսնում։ Եկող մարդիկ իրենք բաց են սովորելու, թե ասում են դե մենք գիտենք, դե ինչու կան ձեզ մոտ։ Օրինակ մարդիկ որ թեկուս հեռախոսով նայես, դե ես թորիս զանգում եմ, դե ես ֆոտոն կարող եմ բացեմ, բայց էլ ինչ կսովորեն, եթե կան ձեզ մոտ։ Նու ես ձեզ ասեմ, հիմա ուրեմն այնպեսի դարը որ ինտերնետը շատ մեծ դեր է խաղում։ Գոյություն ունի այսպիսի գաղափար, ամպի գաղափարը։ Եվ ֆիրմաները, օրինակ Microsoft-ը իր համար փաթեթներ է սարքել, որ մարդը գրանցվելուց, այսինքն ունենա account, նու այդ հայերեն հաշիվ հաշվառում գայլա տենց ասել, իրանք կարող են օգտվել շատ մեծ հնարավորություններից։ Օրինակի համար ես կարամ ձեզ ասեմ, որ իրանք այսպիսի գաղափար կա դիսկ գաղափար, որը նշանակում է դուք այդ ինֆորմացիան կարող եք գրեք ամպում, վերև ինչ որտեղ։ Եվ աշխարհի որ մասում լինեք, դա լինի Ավստրալիա, Կանադա, թե Հայաստան, թե Բրազիլիա, իրանք այդ իրանց ինֆորմացիան
հասանելիություն ունեն։ Մյուսը հաջորդը օրինակ meet, որը անգլերեն նշանակում է հանդիպում։ Դա ուրեմն on-line դասընթացների վերաբերյալ։ Կարող են օրինակ շատ ժամանակ, ես իրանց ասում եմ, եթե դուք դժվարանում եք, այսին ժամերին ես օգտվում եմ կոմպյուտերից։ Կարող եք կապնվել իմ հետ։ Միանալ, ես ասեմ ինչոց է։ Ոչ բոլորը, բայց եղել է որ շատ բան են անում։ Ընդ որում, գիտեք, եթե այդ կապը ստեղծում է, ես ասացի այն անմիջականա չի ինչ որ դասարանում։ Իրանք ամեն անգամ հարց են տալիս եւ բավականին ժամանակ է գնում որ ես իրանց ավելի շատ քան թե կան դասընթացներ։ Դա խորհուրդ կտամ որ բոլորը կան դասընթացներին։ Դասընթացներն ավելի կոնտակտային է այդ կապը։ Առարկայական այդ պահին կհարցնեն։ Այո, թե չէ որ հարցնում են հետո գիտեք ինչ մի քիչ դժվար է տենց բացատրել։ Չնայած եմ տալիս ամեն ինչը։ Գոյություն ունի նաեւ օրացույց։ Որի միջոցով ասենք որևէ մեկը, եթե ուզում է ինչ-որ միջոցառում իրականացնի, ունի իր խումբը, ուրեմն ստեղծում է այդ ուրեմն միջոցառումը հրավերքը եւ ուղարկում է մարդկանց։ Կարող են թորնիկների պարապմունքների ժամերը ֆիքսել, կարող են բժշկի գնալը ֆիքսել, ամեն ինչ ծննդյան օրերը Օրինակ, եւ մեյլով կարելի է, եւ ասենք թե բանով կարելի է, օրացույցով կարելի է, իրանք նշում են օրինակի համար, ասենք ես գիտեմ իմ ընկերոջ ծնունդը այսօր հիշել եմ, որ այսինչ օրն է։ Ես նախապես պատրաստում եմ սիրուն ուրեմն շնորհավորանք եւ դնում եմ կոմպյուտերի մեջ, իրան հրաման եմ տալիս թե այսինչ օրը, այսինչ ժամին ուղարկի ինքը հետ իրականացնում։ Շատ մոտիվացնող առաջարկներ են, հատկապես այն, որ բոլոր տատիկները, պապիկները բողոքում են, որ հեռախոսը լցվել է, այլևս նոր հեռախոս են ուզում, այ ձեր անպային տեխնոլոգիաներ, այստեղ կարող են օգնության գալ։ Ես էլ փորձում եմ մտաբերել այն հնարավորությունները, որ իրենց իսկապես կխթանեն, որպեսզի դիմեն, չալարեն, չամաչեն, կոտրեն երբեմն էլ հարազատների այդ բարիերը, որ ուր ես գնում, ինչ ես սովորում եւ գան անպայման։ Շարունակելով միտքս, կա օրինակի համար կոնտակտ, այսինքն հավելված։ Դա ինչ է իրաց ներկայացնում, ուրեմն, եթե ես ունեմ հեռախոս եւ այնտեղ բնականաբար հեռախոսի համարներ են, դա մի հատ չի, երկու հատ չի, որ ես անգիր հիշեմ։ Ուրեմն այդ կոնտակտների հեռախոսի միջոցով ես դա կարող եմ գցեմ ուրեմն ամp, ինչ որ տեղ։ Նոր հեռախոս եմ ձեռք բերում։ Ես կարող եմ բեռնեմ, դնեմ իմ հեռախոսից մեջ, ոչ թե բռնեմ սախոսը անանեմ։ Նույնը ասենք ֆոտոները։ Այդ ջեր ասածով գալիս են ասում են գիտեք ինչ իմ մոտ արդեն հեռախոսից լցվել է որպես կանոն խեղճերն էլ միշտ օգտվում են թորների երեխեքի հին հեռախոսներից մի հատկապես մեծ հիշողությամբ ու տարողությամբ հեռախոսներ չունեն եւ բախվում են այսպես բայց այնինչ կարող են դե կոմպյուտերի հնարավորությունը ավելի շատ է քան թե հեռախոսի բնականաբար եւ հա հետո այդ գիտեք ինչն են կա այսպեսի գաղափար սինխրոնիզացիա Այսինքն կոմպյուտերը ինչ անում է, նույնը անում է հեռախոսի մեջ, նույնը անում է պլանշետի։ Այդ այն ժամանակ, երբ որ կա ընդհանուր մի հատ account եւ այդ սինխրոնիզացիան իրականացնում են։ Հուսանք այս մոտիվացնող օրինակները կխթանեն, որ ուղակի մարդիկ գան եւ մեկ էլ մի վերջին հարց ձեր ամենա, այսպես ասենք, մեծահասակ տարիքով աշակերտուհին քանի տարեկան է եղել եւ արդյոք հաճախել է ասեմ անկեղծ ասեմ ես չեմ հետաքրվում իրանց տարիքի հետ կարող է վիզուալ ինչ-որ թիվ ասեմ բայց դա սխալ կլինի ով որ գրանցում են մեր ժողովրդին բնականաբար իրանց անձնագիրը վերցնում են որ իմանան ով այն ինչ-որ հարցեր լինեն դիմեն այդ հարցերով դժվար է ես չեմ կարող ստույգ այդ ձեր հարցին պատասխանել իսկ միջին տարիք կա Իզաբելա ես հստակ գիտեմ որ մենք ունեցել ենք մասնակից 83-84 տարեկան որ փորձել է բախտը որպեսի կրթական ծրագրի միջով անցնի եւ մեր թիմը խրախուսել է եւ երևի թե դա դեռևս ամենաբարձր շեմն է եւ մի օգտվելով արդից քան որ տարիքի թեմայից ենք խոսում հետաքրքիր է որ մենք սկզբում հենց 60+, 55+ տարեկան մարդկանց համար էինք այս ամեն ինչ արել բայց արդեն
արդեն մենք մի փոքրել ենք շեմը իջեցրել եւ դարձրել ենք 50-ից եւ ավել տարիքի մարդկանց համար, քանի որ մենք նկատել ենք, որ շատ մարդիկ իսկապես կարիք ունեն, այնպես որ մենք բացենք 50 եւ ավել մինչեւ 90, 100 բոլոր ցանկացողների համար, ովքեր վիճակի են եւ ցանկություն ունեն սովորելու։ Երբեք ուշ չէ կրթվելու համար եւ տարիքներ խոչընդոտ չէ նոր բաներ սովորելու համար, այլ ընդհակառակը։ Լինի միայն ցանկություն։ Այո, շնորհակալություն, որ եկաք, որ այս ուրախ եւ օգտակար հաղորդումն ունեցանք։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։